Հարութի իրական ինքնությունը վերջապես մոտենում է բացահայտվելուն, իսկ Սեդայի հիշողություններում սկսում են հայտնվել այնպիսի մանրամասներ, որոնք կարող են փոխել ամբողջ պատմության ընթացքը։ Քնիչը երկար ժամանակ հետևում է Հարութի վարքին և փորձում հասկանալ նրա իրական կապերը։ Նրա համար արդեն պարզ է, որ Հարութը սովորական մարդ չէ և անցյալի մի կարևոր գաղտնիք կապված է նրա հետ։ Քնիչը սկսում է ուսումնասիրել այն մարդկանց, ովքեր վերջին շրջանում շփվել են Հարութի հետ և հատկապես ուշադրություն է դարձնում Գորինին։ Միևնույն ժամանակ Սեդայի հիշողությունը աստիճանաբար վերականգնվում է։ Նա հիշում է, որ այդ ճակատագրական օրը Գորինը միայնակ չէր։ Հեռվից լսված ձայները և մի խորհրդավոր ձեռք շարունակում են հայտնվել նրա հիշողության մեջ։ Այդ փոքրիկ մանրուքը քնիչի համար դառնում է ամենակարևոր հետքը։ Քնիչը փորձում է պարզել, թե ինչ էր իրականում տեղի ունեցել անապայում և ինչու էին Գորին ու Հարութը հանդիպել այդ օրը։ Նրա հետաքննությունը նրան տանում է դեպի նվերը և շուտով նա հայտնաբերում է նրանց միջև եղած գաղտնի կապը։ Մինչ քնիչը մոտենում է ճշմարտությանը, Մանեն նույնպես սկսում է նոր քայլեր անել։ Նա կապվում է վրեժի հետ և համաձայնության գալիս նվերի հետ կապված նոր ծրագրի շուրջ։ Սակայն նրանց ծրագրերը կարող են վտանգվել, քանի որ Սեդայի հիշողությունները ավելի են հստականում։